որ նկարում է վարորդը ճիշտ կատարում մանևրը։ Առաջին նկարում։ Այս իրավիճակում կարող եք անցնել առաջինը, որ հետագծով է թույլատրվում հետադարձը։ Միայն Ը. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի համաձայն տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է օժանդակելու նպատակով տրամադրել տրանսպորտային միջոցը երկու դեպքում էլ. Շրջադարձ է համարվում տրանսպորտային միջոցի այլ ճանապարհ կամ ճանապարհից մերձակա տարածք դուրս գալու նպատակով իրականացվող մանևրը։ Տրանսպորտային միջոցի շահագործումն արգելվում է, եթե երկու դեպքում էլ. Տրանսպորտային միջոցի շահագործումն արգելվում է, եթե կառուցվածքով նախատեսված անվտանգության ամրագոտիների ժապավենի վրա առկա են տեսանելի պատռվածքներ, հետևյալ նշաններից, որն է պարտադրում զիջել ճանապարհը հանդիպակաց երթևեկող տրանսպորտային միջոցներին. Տարբերակ երկրորդ. Ինչ է ցույց տալիս հետևյալ ճանապարհային նշանը. Թաց ճանապարհածածկույթի դեպքում պետք է երթևեկել 40 կմ/ժ-ից ոչ ավել արագությամբ։ Ինչպես կվարվեք, եթե անհրաժեշտ է շարժման ուղղությունը փոխել հակառակին։ Խաչմերուկն ուղիղ անցնելուց հետո հետադարձ կկատարեք։ Որ դեպքում է տեղեկացնում երկու և ավելի ուղիներով երթուղային գծանցի մասին. Միայն Գ. Խաչմերուկը վերջինը կանցնի. Կարմիր ավտոմոբիլը։ Այս իրավիճակում աջ շրջադարձ կատարելիս կանցնենք խաչմերուկն առաջինը։ Լուսացույցի ինչ ազդանշանի դեպքում ավտոմոբիլի վարորդը կարող է ավարտել հետադարձը. Կանաչ։ Ինչ է ցույց տալիս այս գծանշումը. Այն տեղը, որտեղ հեծանվային արահետը հատում է ճանապարհի երթևեկելի մասը։ Կանգառի կետերի տարածքից դուրս թույլատրվում է ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառ կատարելը, արգելվում է։ Ինչ առավելագույն արագությամբ է թույլատրվում երթևեկությունը մեխանիկական տրանսպորտային միջոցներով քարշակում կատարելիս 50 կմ/ժ, որ տրանսպորտային միջոցի վարորդն ունի առաջնահերթ երթևեկության իրավունք, թեթև մարդատար ավտոմոբիլի վարորդը։ Կապույտ գույնի, առկայծող փարոսիկ և հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոց մոտենալու դեպքում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վարորդները պետք է զիջեն ճանապարհը նշված տրանսպորտային միջոցի անխոչնդոտ անցումն ապահովելու համար։ Անգիտակից վիճակում գտնվող և շնչառություն ունեցող տուժածին պետք է շրջել կողքի և գլուխը հետ տանել։ Վերջ